Ձեզ ենք ներկայացնում Վերին Խոտանան գյուղը Բարգուշատի լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջից, որը գտնվում է քաղաքապանից 12 կիլոմետր հեռավորության վրա։ Խոտանան գյուղի անվանումը կապված է Վանի թագավորության Խուտուինի Աստծո անվան հետ։ Սակայն 8-րդ դարում, երբ արաբները զավթում են հայոց երկիրը, մի արաբ ոստիկան, գալով այժմյան Խոտանանի տարածքը, հայտնաբերում է հացի հսկայական ամբար, լցված ցորենի, գարու հսկայական պաշարներով։ Ոստիկանը զարմանքից բացականչում է Խուդանան, այսինքն Աստծո հաց։ Խոտանան գյուղը նշանավոր զորահրամանատարների գյուղ է համարվում։ Իրենց ռազմական տաղանդով աչքի են ընկել Հայաստանի առաջին հանրապետության զորահրամանատար Սիսիանի ուժերի առաջնորդ Պողոս Տեր-Դավթյանը, ռազմական գործիչ Հմայակ Տեր-Դավթյանը եւ այլոք։ Տեր-Դավթյանը, ով եղել է ռեպրեսիայի զոհ 36 տարեկան հասակում, զինվորական կոմիսար էր Թբիլիսի ռազմական դպրոցի քաղբաժնի պետ։ Այժմ գտնվում ենք Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանոցում։ Այստեղ բազմաթիվ մարդիկ եկել եւ խոնարհվել են մեր հերոսի շիրմին։ Խոտանանցիների երազանքն է միշտ եղել, որպեսզի քաղաքապանում տեղադրվի խոտանանցի հերոս Պողոս Տեր-Դավթյանի հուշակոթողը եւ իհարկե քաղաքապետ Գևորգ Փարսյանի հովանու ներքո քաղաքի սրտում տեղադրված է արդեն Պողոս Տեր-Դավթյանի հուշակոթողը։ Կյանքը հետաքրքիր է Խոտանանում։ Հանդիպեցինք տեղի բնակիչների հետ, զրուցեցինք, կիսվեցինք հույզերով ու ապրումներով։ Հասկացանք, թե որքան գեղեցիկ է գյուղացին, երբ ապրում է խաղաղ ու հանգիստ պայմաններում։ Ահա Գառնիկը, ում մասին մենք շատ բան ունենք խոսելու։ Բայց ինքը մեզ խոստացավ, որ իր երազանքները երբ դարձնի նպատակ, մենք դրանց մասին կլսենք անպայման։ Այժմ մենք գտնվում ենք Վերին Խոտանանի գրադարանի հարակից տարածքում։ Կարող եք տեսնել, թե ինչքան գեղեցիկ է այս գյուղի բնությունը։ Եկեք միասին ուսումնասիրենք գյուղի գրադարանը։ Մենք գտնվում ենք գյուղի հենց սրտում, գրադարանում, որտեղ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես է զգացվում հնամաշ գրքի բույրը, անընդհատ ուզում ես այսպես կրթադարակից հանել եւ զգալ այս բույրը։ Այս գրադարանից գտա մի գիրք Համլետ Կարճիկյան «Կանգառ մոլորակ» եւ միանգամից բացվեց մի հետաքրքիր բանաստեղծություն Նորորյա երգ։ Սրտիս մեջ ծաղկում է արյունը, երբ կարդում եմ Տերյան ու Չարենց։ Զարթնում է իմ մեջ քո անունը, օ քույր իմ, օ սերի անարև։ Հառնում է արևի նվագը, հոգում իմ որպես սուրբ կոմիտասը։ Ու ծանոթ հարազատ սևակը հուշում է, որ քույր իմ դու չկաս։ Էզայի հետ հիմա կբացահայտենք, թե ինչպես է ընթանում գյուղի մշակութային կյանքը։ Նախ ասեմ, գյուղը շատ ակտիվ է։ Երիտասարդներ ունենք, որոնք մեծ ակտիվություն են ցուցաբերում ցանկացած միջոցառմանը, թե մշակութային, թե ոչ մշակութային։ Գյուղի դպրոցում այժմ սովորում է 30-անց աշակերտ, որոնցից կարելի ասել մեծամասնությունը կազմում են արցախցիներ։ Մենք ունենք Արցախից տեղահանված մեծ թվով բնակչություն այստեղ։ Գրադարան ունենք, որտեղ կազմակերպում է գրադարանավարուհին Այնե Ոսկանյանը միջոցառումներ, ել ավելի ակտիվացնելով մշակութային կյանքը։ Եվ այս միջոցառումներով հանդերձ փորձում ենք կենտրոնացնել եւ ուշադրության կենտրոնում դարձնել մեծահասակների։ Մենք գտնում ենք Սուրբ Աստվածածին վանքի տարածքում, ծանոթացել ենք Դավիթի հետ, ով Վերին Խոտանան գյուղի ամենաակտիվ երիտասարդներից մեկն է, եւ հիմա ուզում եմ իմանալ, թե ինչպես է այս համախմբվածությունը երկար տարիներ տևում եւ դեռ կշարունակվի այս լավ ընկերական համախմբվածությունը։ Նախ ողջունում եմ ձեզ, շնորհակալություն նման հանդիպման համար։ Ես Դավիթն եմ, Վերին Խոտանանցի։ Այդ համախմբվածությունը դա սերն է դեպի Վերին Խոտանան եւ խոտանանցիներ, ինչպես նաեւ պատմությունը Վերին Խոտանանի 2012 թվականին իմ մանկությունը անցել է այստեղ 2012 թվականին դեռ երբ համացանցում կար դեր օդնոկլասնիկի բացվեց
խումբ վերին խոտանանցիների, որտեղ ես գալով գյուղ նկարում էի գյուղացիներին, տեղադրում այդ համացանցում, համադասարանցիներում, ուրիշ պետություններում, Ռուսաստանում, Ամերիկայի Դաշնությունում գտնվող խոտանանցիները սկսեցին ակտիվ հետևել եւ սկսվեց դեպի սերը դեպի գյուղը։ Մանկությունս այս գյուղում է անցել, մանկուց սիրել եմ գյուղը, իմ գյուղի պատմությունը 2019 թվականին գյուղացիներով, կոնկրետ մարդիկ անձանցով որոշեցինք, որ խաչ պետք է տեղադրենք գյուղի վերևում։ Եվ այդ 19 թվականին այդ խաչը տեղադրելով, գյուղացիներով, երիտասարդներով որոշեցինք, որ պետք է ընտրենք գյուղի օր։ Գյուղի օրը ընտրվեց Մովսես կաթողիկոսի հիշատակի օրը, մայիսի 14-ը, եւ սկսեցինք նշել գյուղի օրը։ Մեծ շուկով նշվեց 2021-ին, որը որ եռատոն էր, դա Զանգեզուրի գոյամարտի 100-ամյակն էր, դա նաև ինչպես նաև Մովսես կաթողիկոսի հիշատակի օրն էր եւ գյուղի օրը, որ այդպիսի շուկով նշվեց։ Գյուղում արդեն 2 տարի է ինչ գործում է հացի փուռ եւ կարող ենք ասել, որ գյուղացիների կենցաղային հոգսերը հացի հետ կապված որոշ չափով արդեն իսկ լուծված է։ Ապրեք։ Գյուղացիներին երբ հարցնում էինք, թե ում հետ կարող ենք հարցազրույց ունենալ, որ ավելի հետաքրքիր ու հագեցած լինի, միանշանակ խորհուրդ տվեցին պարոն Խաչատուր Բադալյանին, ով երկար տարիներ ղեկավարել է գյուղի դպրոցը եւ մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Ողջույն պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Փառք Աստծո, շնորհակալություն։ Այո, փառք Աստծո, որովհետև հենց աստվածային մի գեղեցիկ վայրում ենք գտնվում եւ մեզ հետաքրքրում է առհասարակ գյուղը, ինչպես է տարիներ շարունակ գոյատևել, ինչն է պահել այս գյուղը, որ այսքան միահամուռ, համախմբված բնակչություն ունի եւ այսքան գրագետ ու կիրթ երիտասարդություն։ Ճիշտ ասած, ձեր հարցի պատասխանը դուք արդեն տվեցիք, որ գյուղը այսքան տարիներ գոյություն ունի եւ շարունակում է գոյություն ունենալ։ Եվ վստահ ենք, որ դեռ երկար տարիներ է մեզ սպասում, դա հենց մեր համագյուղացիների միասնությունն է, մեր համագյուղացիների պայքարի պատրաստակամությունը, մեր համագյուղացիների անկոտրում կամքը։ Իսկ դարեր շարունակ ինչ դժվարություններ ու խոչընդոտներ է ունեցել գյուղը։ Դե եթե մենք անդրադառնանք դարերի խորքը, ապա ընդհանուր առմամբ շտամին նույններ, մարտահրավերները նույն էին եւ պայքարի բուն իմաստը դարձյալ նույնն էր։ Եվ այդ ամեն ինչի ճանապարհով մենք կարողացանք անցնել եւ շարունակում ենք անցնել ու հույս ունենք, որ կհասնենք։ Դա մեր արմատավորված միասնությունն է։ Գիտակցությունը, որ բացարձակ որևէ այլ ձևով, քան պայքարի ձևով հնարավոր չէ դժվարությունները հաղթահարել։ Եվ դրանում մեծ դեր է խաղում այ մեր հավատքը, մեր անցած ծերունների այն պատվավոր մարդկանց ներկայությունը մեր սրտերում, որոնցից մեկի օրը հիշատակի օր հենց այսօր մենք նշում ենք։ Դա բացառիկ բաներ են, որ յուրաքանչյուրիս համար ուղղակի խթան է հանդիսանում եւ շարունակել ապրել եւ երբեւե որևէ պարագայում չհուսահատվել։ Հենց այստեղ նստած անուշ բուրում է ուրցի հոտը։ Ես մի բան եմ ուզում ասել, շատ կցանկանայի, որպեսզի խոսեիք նաև Դավիթբեկում զոհված այդ տղայի մասին, հերոսի մասին ձեր գյուղի։ Ալենը, Բեկլարյան Ալենը, գիտեք ինչ, իր ապրած կյանքի ընթացքում, երբ որ մենք իրեն ճանաչում ենք, դժվար էր այնտեղ հերոս տեսնել։ Հասարակ տղա էր, իր հասարակ կյանքով ապրող։ Եվ հենց այստեղ է, որ մենք իրականում շատ հաճախակի մեր առօրյա կյանքում չենք տեսնում հերոսներին։ Հերոսությունը իհարկե ինչ-որ մի պահի երևում է, բայց դա Աստծո շնորհն է, որ տրված է մարդու։ Որևէ մեկի մոտ այն կա, որևէ մեկի մոտ այն չկա, ինչպես եթե մենք հիշենք աստվածաշնչյան առակներից մեկը, դա տաղանդների առակը, երբ մեկին Տերը մի տաղանդ է տալիս, մյուսին 3, մյուսին 5 եւ նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերում իրեն տված այդ շնորհների նկատմամբ։
Ալենը այն մարդկանցից էր, ովքեր իրականում ուներ 5 տաղանդ ու դարձրեց 10 տաղանդ, հերոսացավ, օրինակ ծառայեց, ուղղակի իր կյանքը, իր անհատականությունը դա օրինակ է, թե ինչպես կարող է հասարակ մարդը հասնել բարձունքի, նահատակը դա սրտերին հավասար անձնավորություն է։ Այո, ստորագրում ենք ձեր ամեն ասացի տակ եւ եւս մեկ հարց, այսօրվա խոտանանը ինչ խնդիրներ ունի եւ ինչ լուծումներ եք տեսնում։ Արդյոք կան խնդիրներ։ Իհարկե չի կարող խնդիր չունենալ, խնդիր չունի միայն մեռած գյուղը։ Իհարկե խնդիր կա։ Խնդիրները փառք Աստծո ժամանակի ընթացքում լուծվում են, որոշ խնդիրներ դա ամենայն հավանականությամբ համայնքապետարանի իրավասություններից դուրս են, բայց այն ինչ համայնքապետարանի իրավասության շրջանակներում այդ բոլոր խնդիրները աստիճանաբար լուծվում են։ Իսկ ավելի խոշոր գլոբալ խնդիրները դա իհարկե շատ ավելի լուրջ հարցեր են, որոնց նկատմամբ մենք բոլորս մեծ ունենք խորը եւ լուրջ մտահոգություններ, բայց միևնույն ժամանակ չենք կորցնում մեր հույսը, մեր վստահությունը մեր ապագայի նկատմամբ։ Շնորհակալ ենք ու հպարտ, որ ունենք ձեզ պես Սյունեցի ու Խոտանանցի։ Շնորհակալ Պարահրապարակից հենց նոր ձգելով, քաշելով բերեցինք Սարիկ Ձյաձյային այստեղ, ու մի հետաքրքիր հարց Սարիկ Ձյաձյա, ինչու է խոտանանցիներին անվանում գիժ։ Նայ ասեմ, էլի թուրքերը որ հարձակվել են վերի խոտանանի վրա, ասեք կանայքել են դուրս եկել այդ կռվին, կանայք։ Ու հիմա դրա այդ իրանց այն զորավարը գնացել է իրան շահին ասել, արա սրանք գիժ են։ Հա, սրանք գիժ, բայց հիմա գիժերը շատացել են, մենք տեսադաշտում չենք երևում։ Հա, Շատ լավն է, բայց ձեր հայացքը հիմա պուլտով գիժեր են դուրս եկել պուլտով։ Սարիկ Ձյաձյա, ասենց Սարի պես կանգնեք, ձեր այդ անգղի հայացքը, թող ամբողջ Խոտանանը վերահսկի։ Միշտ էլ ես գյուղում եմ, գյուղը չեմ կարող լքել։ Լավ եղեք, բարև ձեզ։ Բարև, Ուզում ենք ծանոթանանք ձեզ հետ, ինչպես եք։ շատ բարև։ Ձեր անունը, եթե կարելի է։ Սլավիկ, ազգանունս Պետրոսյան։ Պետրոսյան, պարոն Պետրոսյան, Սլավիկ պապի, ասենք այս գյուղի հնություններից եք, չէ՞, այդպես կարող ենք համարել։ Կարելի է այդպես համարել։ Քանի տարեկան եք։ 10-ական հետ։ Քանի տարեկան։ 70 70 տարեկան։ տարեկան։ Այ 70 տարվա ձեր պատմության մեջ ինչ հետաքրքիր բաներ կարող եք պատմել Խոտանանի մասին։ Դե ես այսօր իմ խոսքերով դիսվեցի, ուրեմն իմ հորաքրոջ աղջիկը Նայիրա եկել էր այստեղ եւ առավոտը շուտ զանգել են, դեռ 8-ը չկար։ Ասում եմ քնած ու արա դեռ 8-ը չկար, ասում հա Նայիրա ջան, ինչ է եղել։ Ասում եմ բա ուզում եք գանք ձեր տուն, ասում խնդիր չկա, բայց որտեղ եք դուք։ Ասում եմ գերեզման չեն գալիս, այ բա ասում այս ժամին ինչ գերեզման, թե չէ մենք վրազ ենք։ Վերջի եկանք, հանդիպեցինք, ցույցեցինք վերջի։ Նայիրան ինձ հարցրեց, ասում է Սլավիկ, այս գյուղը ես չեմ կարող, էլի չեմ, թեկուզ ինքը մեր տարօրինջ անցնես, հա։ Որ թվականից, ասում շատ հին ժամանակներից է, բայց երևի թե եկեղեցին 1700-ական թվականներից, հա, որովհետև մեր ցեղը ընդհանրապես կոչվում է Դերանց ցեղ։ Դերանց։ Այո։ Ազգանունը ձեր Դավթյանն է։ Չէ։ Ուրեմն Տեր Դավթյանը իմ տատիկիս եղբոր տղան է։ Պետրոս։ Չէ։ Իմ տատիկիս Գրիգոր պապի, Կուքի ենք ասում, Կուքի պապի եղբոր տղան է։ Ուրեմն ինչ ասեմ, ասեցի 1700 թվականներից մոտավորապես իմ իմանալով էլի, հա։ Դե հետո իր հարցներ, տղաներ։ Իսկ ինչով եք զբաղվում գյուղում։ Ես հիմա գյուղում մեղվաբուծությամբ եմ զբաղվում։ Վաճառում եք այդ մեղրը։ Դե ընդհանրապես եթե պատահում վաճառում եմ, հա։ Բայց հիմնականում լինում է լավ որ ես տալիս եմ,
գիտեք ինչ օրինակ ոչ կլինի իմ դուրը ծեծեն, ասենք այդ կա մեղվա փետակներ, բերում ասում այս բաժակը լուսել, նախ բաժակ չեմ լուսում, մոտ միլիտրանոց տարա եմ լսնում, հետո ասում են ինչին տալու այն մատ ասում թողարի գնաք գործոս բար, ինձ Հասկացա։ ամոթ է, էլի ես ասենք ենթադրեք մի գյուղացու տամ, Ես ուզում եմ, որ ինչ-որ դուք թող ապրեք, շատ ապրեք, երկար ապրեք, որովհետև դուք գյուղի կոլորիտներից եք։ Սարգեք թմբուկներ հայոց քոչարի Խոտանանցիների կողմից կազմակերպվել է համեղ հյուրասիրություն։ Եվ դե իհարկե էլ ինչ տոն առանց տոնական տորթի։